Եթե մի օր իրեն տեսնեք, փոխանցեք խնդրում եմ, որ մեր միջև դեռ շատ չխմած սուրճի բաժակներ կան ու կծկտուր բառեր օդում։ Մենք կիսատ կատակներ ունենք ու չքննարկած թեմաներ։ Առհասարակ մենք դեռ չենք գտել այն լույսը, որը մեկս մյուսի վրա սփռելու դեպքում իրար ամենաճիշտ ու կարևոր կողմից կտեսնենք։ Փոխանցեք, որ ես իրեն եղանակ պիտի ցույց տայի։ Ավելի ճիշտ իմ եղանակը պիտի ներկայացնեի։ Ես նման հնարավորություն երևի չունենամ, բայց նկարագրեք իրեն իմ եղանակը։ Երեկոյան ժամերին, երբ որ դառատանձրև է գալիս, երկնքում դեռ մռայլ ամպեր են մնում։ Մայրամտանում է ու արևն այլ գույն է ստանում։ Ամեն ինչ դառնում է վառ նարնջագույն, ու այդ լույսն ընկնում է պատուհանների ապակիների վրա։ Երկնքի մի կողմում մռայլ ամպեր են, մյուս կողմում մայրամուտի արևն է ապակիներին ընկած։ Ներքևում ջրափոսեր ու անձրևի հոտ։ Հուշեք, որ սա էր իմ եղանակը։ Ափսոս ցույց տալու առիթ չունեցա։ Բայց նման եղանակներին թող ինձ հիշի, եթե ցանկություն ունենա։ Ես ամեն անգամ նման եղանակների ժամանակ մտովի իրեն փոքրիկ գազրագույն լույս ու մռայլ ամպիկ կուղարկեմ, որոնք անձրևահոտ կունենան։ Փոխանցեք, որ կան մարդիկ, որոնք գրկելու յուրօրինակ ձեռագիր ունեն։ Իր գրչային ձեռագիրը չեմ տեսել, բայց գրկելու ձեռագիրը գիտեմ։ Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի, որովհետև չեմ գտնի։ Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել։ Հետո էլ այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է փոխարինող մի բան գտնելու համար։ Ասացեք, որ իր աչքերի մեջ 7.5 տիեզերք կա։ Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ։ 7.5։ Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է, չնայած որ ինձ այդպես էլ չճանաչեց։ Ավելի ճիշտ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր։ Չտեսավ իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ։ Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը։ Կարոտը անզորության դրսևորում է ու ես ատում եմ կարոտել։ Բայց կարոտում եմ։ Ու շատ։ Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել։ Մարդիկ ունեն գնալու իրավունք ու ես հարգում եմ այդ իրավունքը։ Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ թե իրեն։ Ու ես չեմ մեղադրում։ Ներողություն խնդրեք իմ անունից այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար։ Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները։ Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն։ Հա, ու ձախ ձեռքը կդնեք ծախայտին ու աչքերի մեջ կնայեք։ Հետո կժպտաք ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես, չնայած ամեն ինչին, միշտ ժպտում եմ։